Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Օրվա կարևոր թեմաները նախամարոտ։ Նոր սահմանափակում Ռուսաստանից, այս անգամ հայկական կաթնամթերքն են համարում վտանգավոր։ Ինչով է Հայաստանում զբաղվելու Եվրամիության նոր առաքելությունը։ Ծառուկյանին այսօր դարձյալ հարցաքննել են։ Եվրամիությունը 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ։ Նոր սահմանափակում Ռուսաստանի կողմից Ռոսելխոզնաձորը թույլ չի տվել իրացնել Հայաստանից ներմուծված անվտանգ չհամարվող կաթնամթերքը։ Ռոսելխոզնաձորի մասնագետները հուլիսի 14-ից 21-ը ստուգումներ են անցկացրել Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններում։ Ըստ ռուսական կողմի ընթացիկ ստուգման շրջանակում պարզվել է, որ Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության համար օգտագործվել է վարակված անասուններից ստացված կաթ, իսկ որոշ դեպքերում երրորդ երկրներից ներմուծված հումք, չնայած Հայաստանի անասնաբուժական ծառայության նախորդ հավաստիացումներին, թե օգտագործվում է տեղական կամ ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների հումք։ Ըստ Ռոսելխոզնաձորի Հայաստանը չի կարողանում պատշաճ վերահսկողություն իրականացնել գյուղատնտեսական արտադրողների նկատմամբ, այդ թվում 2019 թվականին իրականացված կառավարության բարեփոխումների հետևանքով։ Ռուսաստանի կողմից այս տնտեսական սահմանափակումները մեկնարկել են նախընտրական շրջանում։ Այն ուղեկցվում է սպառնալիքներով և նախազգուշացումներով, որ եթե Հայաստանը շարունակի մերձեցումը Եվրամիության հետ, ապա հետևանքներն էլ ավելի ծանր կարող են լինել։ Սրան զուգահեռ Եվրամիությունը շարունակում է աջակցել Հայաստանին, այդ թվում ռուսական տնտեսական սահմանափակումները մեղմելու ուղղությամբ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում անվտանգության օրակարգը ստանում է նոր բաղադրիչ։ Երևանում իր աշխատանքն է սկսում Եվրամիության գործընկերության առաքելությունը, որի նպատակն է աջակցել Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Թեմային անդրադարձել է իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանը։ Ապա տեղեկատվություն, կիբերհարձակումներ և տեղեկատվական մանիպուլյացիաներ։ Ժամանակակից սպառնալիքները դուրս են եկել միայն ռազմական գործողությունների շրջանակներից։ Այս մարտահրավերների պայմաններում Հայաստանում մեկնարկել է Եվրոպական միության գործընկերության քաղաքացիական առաքելությունը։ Այն ստեղծվել է Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, չունի գործադիր լիազորություններ և չի ներգրավվելու պետական մարմինների որոշումների կայացման գործընթացներին։ Հիբրիդային կոչում են բոլոր տիպի գործողությունները, որոնք չեն մտնում են ստանդարտ կինետիկ պատերազմի տրամաբանության մեջ։ Այսինքն դա կարող է լինի տնտեսական ոլորտում, դա կարող են լինել կիբերհարձակումներ, դա կարող են լինել ընդհանուր մշակութային ոլորտում ինչ-որ երևույթներ։ Հիբրիդային ազդեցությունները հաճախ իրականացվում են տարբեր մեթոդների համադրությամբ։ Փորձագետները նշում են, որ նման գործողությունները կարող են իրականացվել նաև քողարկված այլ կողմի անունից։ Հունվարին օրինակ ստեղծվեցին երկու հակերային թիմեր, մեկը ներկայանում էր որպես հայկական, մյուսը որպես թուրքական։ Եվ իրենք իրականացնում էին հարձակումներ հակառակ կողմերի վրա։ Մի խումբը կոչվում էր հայկական կոդ, մյուսը Թուրանի գայլեր։ Ուսումնասիրությունը թույլ էր տալիս ասել, որ իրականում երկու թիմը ղեկավարում է նույն խումբը, որը ամենայն հավանականությամբ Ռուսաստանից է։ Պաշտոնական Երևանը նոր առաքելության մեկնարկը գնահատում է որպես Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման կարևոր ազդակ։ ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության նոր և կարևոր փուլ է։ Այն նպաստելու է Հայաստանի դիմակայունության և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը փոփոխվող մարտահրավերների պայմաններում։ Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը պահանջում է ոչ միայն արձագանքել արդեն տեղի ունեցած միջադեպերին, այլև զարգացնել պետական համակարգերի կարողությունները նոր ռիսկերի ավելի արդյունավետ կառավարելու համար։ Եվրոպական դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ գործընկերության առաքելության շրջանակում ԵՄ փորձագետները կաջակցեն Հայաստանին օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության, կիբերհարձակումների, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի հարցում։ Առաքելությունն արտացոլում է Եվրոպական միության հանձնառությունը, աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ժողովրդավարական ինստիտուտներին, ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտական աջակցության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով այն կօգնի Հայաստանին ավելի արդյունավետ կանխարգելել և արձագանքել համապատասխան սպառնալիքներին, լիովին հարգելով երկրի ինքնիշխանությունը։ Սակայն հիբրիդային սպառնալիքներին հակազդելը կախված է ոչ միայն արտաքին աջակցությունից, այլև երկրի ներսում համակարգված աշխատանքից։ Որքան էլ լավ փորձագետներ կան, պետությունը պետք է պատրաստ լինի այս ամեն ինչի հետ աշխատել, որովհետև հենց հիբրիդային հարձակումների դեմ պայքարը այնքանով է բարդ, որ օրինակ ենթադրում եմ, որ միանգամից շատ ակտիվ պետք է մի քանի գերատեսչություն իրար հետ կարողանան ճիշտ ձևով
համադրվել ու աշխատել։ Թե որքանով նոր առաքելությունը կկարողանա նպաստել Հայաստանի դիմակայության բարձրացմանը, փորձագետների գնահատականները տարբեր են։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է, արտաքին աջակցությունը չի կարող փոխարինել սեփական կարողությունների զարգացումը։ Հայաստանն ինքը պետք է կարողանա իր կարողությունները, այս դիմակայունությունը այս հարցում բարձրացնել, այսինքն անելիք է այդ տեսանկյունից Հայաստանինն է։ Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ Հայաստանի նկատմամբ հիբրիդային հարձակումները կարող են գալ տարբեր ուղղություններից։ Իսկ կասկածում եմ այս տեսանկյունից, որ այդ հիբրիդային պատերազմ եւ այլ ասվածը դա Հայաստանի համար այդպես միայն Ռուսաստանից եկող վտանգ է, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը հենց այդ տրամաբանությամբ է աշխատում, որ այստեղ վտանգը միայն Ռուսաստանից է, մինչդեռ Հայաստանը հիբրիդային տեղեկատվական ազդեցության ներքո կարող է լինել հենց նույն Եվրամիությունից եւ ոչ միայն իհարկե Եվրամիությունից կամ Ռուսաստանից։ Մենք օրինակ նաև թուրքական եւ ադրբեջանական հիբրիդային հարձակումներին ենք ենթարկվում։ Իսրայելն ակտիվացել այս ուղղությամբ։ Եթե պետությունը ուժեղացնում է իր իմունիտետը, այսպես ասած, հիբրիդային հարձակումների դեմ ճիշտ ու ձևով, բարձրաբար ուրիշ տեղից եկող որոշ հարձակումներ նույնպես կանխվելու հնարավորություն է ստանում, էլի։ Նոր առաքելությունը կարող է լրացնել Հայաստանի անվտանգության համակարգի գործիքակազմը, բայց հիբրիդային սպառնալիքների պայմաններում հիմնական մարտահրավերը մնում է այն, թե որքան արագ եւ արդյունավետ է պետությունը կարողանում արձագանքել փոփոխվող ռիսկերին։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ հարցաքննել են։ Նրան պաշտպանելու հնարավորությունից զրկված փաստաբան Երեմ Սարգսյանն էլ վկայի կարգավիճակով էր հրավիրվել քննչական կոմիտե։ Ամբողջ գործընթացը ես գնահատում եմ ոչ իրավական, սա բացառապես քաղաքական հետապնդում է, որովհետև մենք տեսանք, թե ինչպես էր նախընտրական փուլում Փաշինյանը արդեն իսկ ազդարարում, որ Ծառուկյանին պետք է ձերբակալեն, Ծառուկյանին պետք է ունեզրկեն եւ մնացած ոչ վայելուչ արտահայտությունները նույնիսկ կրկնելու անհրաժեշտություն չկա։ Հետևաբար դա ուղիղ ցուցում էր հանդիսանում իրավապահ համակարգի համար, որպեսզի ինչ որ շինծ ու գործ հորինեն եւ դրանով իսկ մեկուսացնեն Գագիկ Ծառուկյանին։ Կապանում տեղի է ունեցել Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի եւ Իրանի դեսպանության համատեղ համաժողովը, Իրանի եւ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական փոփոխությունների պայմաններում խորագրով։ Ինչ հարցեր են եղել համաժողովի օրակարգում։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում լարվածությունն ինչպես է անդրադառնում տարածաշրջանի վրա, որն է Իսրայելի դերակատարությունն այս գործընթացներում, ում ինչ ուղերձ փոխանցեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արգելափակելով Քնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։ Կապանը ընտրել են, որպեսզի ցույց տան ինչքանով Սյունիքը կարևոր է համ Հայաստանի համար, համ Իրանի համար։ Օրակարգը հիմնականում ուղղված էր երկկողմանի հարաբերություններում արկա հնարավորությունների եւ որոշ խոչընդոտների, որոնք կան, ըստ նաեւ պատերազմի կոնտեքստում եւ նաեւ շատ կարևոր էր, որ իրանական կողմը այսպիսի ուշադրություն էր ցուցաբերել, հաշվի առնելով, որ Իրանը այսօր գտնվում է ուղղակի պատերազմի մեջ աշխարհի ամենահզոր գերտերության դեմ։ Եվ այսպիսի միջոցառումներ ցույց են տալիս, որ չնայած նրան Հայաստանում եւ Հարավային Կովկասում իրադարձությունները իրենց համար կարևոր են։ Հարցերը հիմնականում, ինչպես նշեցի, կախված են երկու կողմանի հարաբերությունների մասին, այլ ոչ Հարավային Կովկասում զարգացվող իրադարձությունների մասին, մասնավորապես տնտեսական ոլորտում ինչ հնարավորություններ կան, էներգետիկայի ոլորտում ինչ անելիքներ ունենք եւ ինչ արժի հիմա անել, եւ կիսեցինք նաեւ մենք մեր տեսլականը ներկայացրենք այս իրադարձություններում համ տարածաշրջանում, համ Մերձարևելքում։ Իրան-Միացյալ Նահանգների լարվածությունն ինչպես է անդրադառնում տարածաշրջանի վրա, ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփը ցանկանում է Իրանի դեմ ռազմական գործողություններն ընդլայնել, սա ինչ է ենթադրելու։ Ըստ մեր գնահատականին մենք սպասում ենք էսկալացիայի աճը, այսպես ասենք, կարճաժամկետ, հաջորդ նոր
փուլը կարող ունենա նաև ընտրություններից հետո նոյեմբերին, իսկ մոտակա օրերին շաբաթներին ավելի լայն էսկալացիան փաստացի այլ բնույթ է կրում, որովհետև այս պատերազմի, այլ փուլի պատերազմը ուղղված չի տապալել գործող իշխանությունը կամ հասնել են քաղաքական նպատակներին, որոնք նշվում էին այս տարվա սկիզբ, այլ փոխել ստատուս քվոն Պարսից ծոցում։ Հաշվի առնելով, որ Իրանը կարողացավ հաստատել իր դոմինանտությունը Պարսից ծոցում եւ Հորմուզ նեղուցում եւ փաստացի ինքն էր թելադրում կարգու կանոնները, թե ինչ ուղղությամբ պիտի անցնեն նավերը ինչքան պիտի վճարեն Իրանին, նա Միացյալ Նահանգներին իհարկե դուրս չէր գալիս եւ ինքը օգտագործեց այս ժամանակը, որպեսզի վերանայել ստատուս քվոն Պարսից ծոցում։ Հիմա դրա շուրջ է գնում պայքար։ Եվ Միացյալ Նահանգների տակտիկաներից մեկը հետեւյալն է, հնարավորինս նվազեցնել Իրանի լոգիստիկ ունակությունները եւ ինչպես դա կարող օրինակ անդրադառնալ մեր տարածաշրջանին, մենք գիտենք, որ Բանդեր Աբասը հիմնական պորտերից մեկն է, որը կապում է Հայաստանը Պարսից երկրների հետ եւ ասիական շուկայի հետ եւ հիմա այն հարվածները, որ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից, ուղղված են հետեւյալին, հնարավորինս մեկուսացնել պայմանական Բանդեր Աբասը այլ Իրանից, որովհետև հարվածում են կամուրջներ եւ այլ ենթակառուցվածքներին։ Սա կարող է մեզ համար լուրջ խոչընդոտներ ստեղծել, երբ մենք խոսում ենք արտաքին քաղաքական եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին։ Իսկ թրիփի առումով իրավիճակն ինչպիսին է, այս զարգացումները կարող են որևէ կերպ ազդել դրա վրա, թե ամեն դեպքում սա բոլորովին այլ հարթությունում է։ Դե իրանական կողմը հասկանում է, որ կարևոր է հնարավորինս պահել դրական հարաբերություններ իրենց հարևանների հետ եւ նույնիսկ Պարսից ծոց երկրների օրինակով մենք տեսնում ենք ինչպես Իրանը թիրախավորում է թշնամու իր տեսանկյունից ներկայությունը այդ տարածաշրջանում, այսինքն այն հարվածները, որոնք մենք տեսնում ենք Հորդանանից մինչև Արաբական Էմիրություններ, Բահրեյն, ուղղված են ԱՄՆ ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ, որը կարող է կիրառվել ռազմական նպատակների համար, օրինակ այս վերջի արհեստական բանականության կենտրոնների հարվածները։ Ինչ վերաբերում տրիպին, ապա հաշվառնալով, որ դեր տրիպը չկա, եւ այն մտահոգությունները, որոնք կան Իրանում, այսինքն հնարավոր Միացյալ Նահանգների ներկայությունը Իրանի սահմանի շուրջ, ապա այս կոնտեքստում ինքը արկա չի, բայց այո, իրանական կողմը դեր ունի այդ մտահոգությունները, որը կախված են հնարավոր Միացյալ Նահանգների ներկայությանը իր սահմանի մոտ։ Որն է Իսրայելի դերակատարությունն այս գործընթացներում եւ նաեւ որպես թեմային շարունակություն, ում ինչ ուղերձ փոխանցեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արգելափակելով Քնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը։ Ըստ ինձ Իսրայելը ամենադրական պայմաններում այսօր գտնվում, որովհետև ինքը չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին, բայց իր ռազմավարական դաշնակիցն է մասնակցում եւ այսպիսի իրավիճակ դեր տեղի չունեցել։ Հիշացնեմ, 2025 թվականի հունիսին Իսրայելը հարվածեց Իրանին եւ սկսեց առաջի պատերազմը եւ վերջի փուլում Միացյալ Նահանգները քայլ արեցին եւ միացան։ Այս պատերազմը, որ սկսվել էր փետրվար 26 թվականին, արդեն համատեղ օպերացիա էր Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից։ Եվ այս փուլը, որը մենք տեսնում ենք, ինքը Միացյալ Նահանգների կողմից է տեղի ունեցել եւ Իսրայելը այս խաղի մեջ դեռ չկա։ Բայց մենք ակնկալում ենք, որ այո, Իսրայելը պատրաստ կլինի քայլ անել եւ բացի ազգային անվտանգության իրենց տեսանկյունից հարցերից բխելով, նաեւ հիշացնեմ, որ հոկտեմբերի վերջ Իսրայելում նախատեսված են ընտրությունները։ Հաշվի առնելով, որ գործող իշխանության, մասնավորապես Բենյամին Նետանյահուի վարկանիշը գնալով նվազում է եւ կախված է նաեւ ձախողումների անվտանգության ոլորտում, հետեւաբար իրենց շատ կարեւոր է ինչ որ հաջողություններ գրանցել մինչեւ ընտրություններ։ Ինչ է վերաբերում հայոց ցեղասպանության հարցին, ապա ինչպես հասկանում եմ, Իսրայելը չստացավ որևէ դրական արձագանք եւ ինչ որ արդյունք այս քայլից հետո եւ ընդհակառակ փաստացի ռիսկի տակ դրեց իր հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ բուգալտերիայի արդյունքում տեսան, որ այո, բացասական հետևանքները գերակշռում են դրականը եւ չստացվեց
ինչ-որ մի ձև հարվածել Թուրքիային, չստացվեց ինչ-որ մի ձև շեղել Հայաստանի ուղղությունը դեպի Իսրայել կամ ինչ-որ այլ խնդիրներ ստեղծել Թուրքիային, Հարավային Կովկասում եւ Մերձարևելքում եւ ընդհակառակ մտահոգություններ տեղ ունեցան Բաքվից, հետեւաբար պրագմատիզմի եւ ռեալիզմի տեսանկյունից վերանայեցին իրենց որոշումը եւ ինչպես տեսանք, նույնիսկ քվեարկման օրակարգում չկար քնեսել։ 9-րդ գումարման ազգային ժողովն արդեն ձևավորված է։ Նոր խորհրդարանում ներկայացված կլինի 3 քաղաքական ուժ՝ քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան եւ Հայաստան խմբակցությունները։ Որ ուժն ինչ կազմով է գնում խորհրդարան։ Իմ գործընկեր Քրիստինե Ոսկանյանն է անդրադարձել թեմային։ Նոր խորհրդարանը կունենա ընդհանուր 105 պատգամավոր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ օրն է ամփոփել մանդատների բաշխումը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի մանդատները բաշխվել են հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիրը կունենա 64 մանդատ, ուժեղ Հայաստանը 29, իսկ Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ընդդիմադիր, Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքների ներկայացուցիչները վերցնում են մանդատները եւ պատրաստվում մասնակցել խորհրդարանի աշխատանքներին։ Ուժեղ Հայաստանի ցուցակից առաջին համար Նարեկ Կարապետյանը եւս կօգտվի իր լիազորություններից։ Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումներ են գրել ուժեղ Հայաստան ցուցակից 29 թեկնածուներից 10-ը։ Հայաստան դաշինքը գրեթե նախկին թիմով կներկայանա նոր ազգային ժողով։ Նախկին պատգամավորներին կմիանան Մեսրոպ Մանուկյանը եւ Սևակ Խաչատրյանը։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 64 պատգամավորներից 27-ը հրաժարվել է գնալ խորհրդարան։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի թեկնածու, իսկ թե ով կլինի քարտուղարը, դա եւս հայտնի չէ։ Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունները կայացել են 2026 թվականի հունիսի 7-ին։ Եվրամիությունն 890 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Google-ի նկատմամբ Եվրամիության թվային շուկաների կանոնները խախտելու համար։ Պարզվել է, որ ընկերության որոնողական համակարգում արտոնյալ դիրքում են հայտնվում սեփական ծառայությունները։ Ընկերությունը նաև սահմանափակումներ է կիրառում, որոնք խոչընդոտում են բիզնեսների առաջխաղացմանը։ Google-ը տուգանվել է ընդհանուր 890 միլիոն եվրոյով թվային շուկաների ակտի 2 խախտման համար։ Առաջինը 460 միլիոն եվրոյի տուգանք սեփական ծառայություններին արտոնյալ դիրք տալու գործով։ Եվրամիությունում առցանց որոնումների 90%-ն իրականացվում է Google Search-ի միջոցով։ Սա ցույց է տալիս, թե որքան կարևոր դեր ունի Google-ը որպես օգտատերերի եւ բիզնեսների միջև կապող հարթակ։ Բացի այդ, Google-ն ավելի տեսանելի դիրքերում է ցուցադրում իր սեփական ծառայությունները։ Օրինակ Google Shopping-ը, հյուրանոցների եւ տրանսպորտների հետ կապված ծառայությունները։ Շատ կոնկրետ օրինակ. եթե դուք ավիատոմս եք փնտրում Google Search-ում, առաջին առաջարկներից մեկը կլինի Google-ի սեփական ծառայությունը։ Սա հնարավորություն չի տալիս այլընտրանքային ծառայություններին արդար մրցակցել։ Երկրորդը 430 միլիոն եվրոյի տուգանք, այսպես կոչված այլընտրանքների սահմանափակումների գործով։ Google-ը թույլ չի տալիս հավելված մշակողներին օգտատերերին տեղեկացնել Google Play-ից դուրս ավելի մատչելի առաջարկների մասին։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։